Նոր մի քիչ առաջ բլոկից հանեց YouTube-ը, մեկ շաբաթով արգելապակել էր ինձ վիդեո ձայնագրել գցել է YouTube։ Թեքում եմ կամերա, որ հեսա ձայնագրվի ասելիքս։ Սամվել Կարապետյան, ուշադիր լսի, ուրեմն այս վերջին օրությունը ելեկի։ Իրա բեյնով ասեց, ու տեսեք ինչ ղախպա է։ Ասում է նրանք ովքեր ասում են, որ մանդատները չպետք է վերցվի, գսել անգամ էս բառ օգտագործեց, այն նարատիվները։ Այսինքն այն կարծիքը, ովքեր արտահայտում են, որ չպետք է մանդատ վերցնի, դրանք Փաշինյանի կողմնակիցների, Փաշինյանի ճամբարից են, հասկանում եք, ես ղախպեն ինչ ասել, թքեց, սա նրանց ովքեր այդ հայվանին ձայն են տվել, թքեց ձեր բոլորի վրա, ես ասում եմ, չէ, որ սա ղախպա է, լմի րոպե, ասել եմ և նորից ասում եմ, ով որ շնից ծնված լինի, ով մանդատը վերցնի, անկախ ամեն ինչից, բայց մինչև հիմա ես չեմ քրփել օրինակ, այդ դեբիլներին, Սամվել Կարապետյաններին, ապուշ, դեբիլ, գեղցի, հիմար, տգետ, այս բաներ ասել եմ, բայց քփուր չեմ տվել, հենց մանդատները վերցնի, արդեն համարյա ինքը ասել է, պատրաստվում է, էլի, հենց վերցնի, արդեն քրփելու եմ, ուրեմն լսի, ուշադիր մի անգամ տեսեք, սենց բան եմ ասում, դու ինչ ես մտել քաղաքական դաշտ, ինքը փորձում էր իրա այսպես բեյնով բացատրել, թե ասենք Նիկոլը իրան ձերբակալեց, բանտ նստացրեց, ինքն էլ դրանից հետո որոշեց քաղաքական դաշտ, մի րոպե, Նիկոլի այդ հարցերը, դա մի բան, բայց երբ որ ներխուժում ես քաղաքական դաշտ, այդ մենակ քո ու Նիկոլի հարցը չի, դա ինձ էլ է վերաբերվում և յուրաքանչյուրին, բոլոր հայաստանցիներին, ըստեղ դու ինձ կպար, քաղաքակիր, ինչ ես մտնում, ես էլ եմ մնացած քո թերությունները և այն մյուս բաները, որ դու Նիկոլից ոչ մի բանով չես տարբերվում, նույն ղախպեն ես, այդ գեղցի, ես հիմա չեմ նշում մնացած այդ քո ղախպությունները, որ ոչինչով չես տարբերվում Նիկոլից։ Քփուրը դնում եմ, եթե դու մանդատը վերցնես, դու ոչ միայն գեղցի ասֆալտչիկ, գեղցի հայվան, դու կլինես գեղցի բոզի տղա, Սամվել Կարապետյան, Տաշիր Սամո, եթե վերցնես մանդատը, ես քփուրը դրեցի, դե անցի։ Եվ հետո վերջապես, սենց մի բան էլ ասեմ, երեկոյան մանրամասը ավելի կփորձեմ ձայնագրել, բոլովակ, ինչքան կարելի է ասել, ես եմ ասել, միայն դա ես եմ ասել, սա օրենքի մակարդակով է պետք արգելել հայոց լեզվի ածականները գործածել ինչ-որ հայվանների, նախաձեռնությունների, կուսակցություն կամ թե ինչ, անվանումների մեջ, հասկանում եք, ուժեղ, ինչ ուժեղ, ընդեմ են մեկը բարգավաճ, են մեկը արա վախենում ես հայերեն խոսել, հասկանում ես, այդ ածականները ձերը չեն, այ յիբիոմարտներ, սա այլ ուրիշ թեմա է, սա այդ սատանու դեմ ես 2000 բաց, ես 2005 թվականից բաց պայքարում եմ, չեմ կարող այդ սատանուն ռադ անել Հայաստանից, դա առանձին թեմա է։